Նույնիսկ անձրևը սատարում է օրինաց երկիր կուսակցությանը, հանրահավաքի ժամանակ դադարեց, կատակում է Արթուր Բաղդասարյանը։ Այսօր նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ կուսակցության առաջնորդն ամփոփեց նախընտրական պայքարի արդյունքները։ Ընտրությունների են գնում մի ծրագրով, որը գրվել է ընտրողներից յուրաքանչյուրի հետ շփման արդյունքում, եղել են բոլոր մարզերում, հանդիպել բոլոր համախոհների հետ։ Խոստանում են նոր ազգային ժողովում ներկայացնել ազգաբնակչության բոլոր շերտերի շահերը։ Պատտվել եմ Հայաստանի բոլոր մարզերում եւ այդ հանդիպումների արդյունքում հենց ծնվեց օրինաց երկիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Օրինաց երկիրը խոստանում է ծրագրեր եւ օրինագծեր մշակել, որոնք կվերացնեն սոցիալական տարբերությունը մայրաքաղաքի ու մարզերի միջև։ Մարզերի բնակիչները պետք է ունենան նույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչ ունի երևանցին, ասում է ՕԵԿ առաջնորդը։ Իսկ սահմանամերձ գյուղերը պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում։ Այսօր մեր երկրում ցավոք կա երկու Հայաստան, Երևանը եւ մարզերը։ Օրինաց երկիր կուսակցության հաղթանակը նշանակում է Հայաստանում այդ մոտեցման վերանայում մարզերի համաչափ զարգացում։ Ազատության հրապարակը չնայած մռայլ ամպերին շարունակվում էր լցվել։ ՕԵԿ-ի հանրահավաքին մայրաքաղաք էին եկել նաև մարզերից։ ՕԵԿ-ը հետևողականորեն կատարելու է նախընտրական ծրագրի բոլոր կետերը, խոստանում է կուսակցությունը։ Մայիսի 6-ին տոնելու են հաղթանակ, քանի որ Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ ՕԵԿ-ը ջիգարով քվեներ է ստանալու։ Հաղթանակ! Հաղթանակ! Մեր հաղթանակը Հայաստանում նշանակում է առաջին ավանդների վերադարձի շարունակականություն, երկրորդ անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ծավալների մեծացում, հայ ազգին ուսմանված կոչվող լծից ազատագրում։ ՕԵԿ-ը իր կարևորագույն խնդիրներից է համարում պայքարը աղքատության դեմ, կբարձրացնեն նվազագույն աշխատավարձի շեմը, կներդնեն կառավարությանն առընթեր հատուկ ինստիտուտ, որը կզբաղվի աղքատության վերացմամբ, կօգնեն հաշմանդամներին, բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին։ Բնակարանները Հայաստանում կդառնան մատչելի, խոստանում է ՕԵԿ-ը։ Գրոհել գործազրկության վրա Հայաստանում ստեղծել մեծ թվով նոր աշխատատեղեր, սահմանել այնպիսի շեմ, որ մարդը կարողանա իր աշխատանքով իր կեցության նվազագույն պայմանները բավարարել։ Կուսակցության նախընտրական ծրագրի հաջորդ կետը մանր եւ միջին բիզնեսի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Բիզնես հիմնելը պետք է լինի շատ հեշտ։ Բանկերը գումարներ կտրամադրեն ոչ թե գրավի դիմաց, այլև կառավարության կողմից տրամադրած երաշխիքի։ Հայաստանում պետք է աշխատեն բանիմաց ու փորձառու մարդիկ եւ ոչ թե նրանք, ում ձեռքին ֆինանսական միջոցներ են կուտակված, ասում է Արթուր Բաղդասարյանը։ Նախապատվությունը տալ խելքին, արդարությանը, ազնվությանը, ոչ թե փողին, զորբայությանը եւ կրիմինալին։ Վաղը լռության օր է։ Քարոզչությունը կավարտվի, սակայն չի ավարտվի ՕԵԿ-ի բազմաթիվ համախոհների գործունեությունը։ Արթուր Բաղդասարյանը նրանց կոչ է անում ձեռքերը ծալած չնստել։ Լռության օր է վաղը, բայց դա չի նշանակում, որ հեռախոսները պետք է լռեն։ Պետք է զանգահարել բոլորին, ձեր ազգականներին, ձեր ընկերներին։ Հանրահավաքի ավարտին նորից անձրև տեղաց։ Այս կաթիլները Արթուր Բաղդասարյանը այլ կերպ մեկնաբանեց։ Դրանք խորհրդանշում են խնդիրների վերջն ու ՕԵԿ-ի համոզիչ հաղթանակը։ Արսեն Դումանյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։